Բարի երեկո սիրելի քաղաքացիներ։ Այսօր կփորձեմ պատասխանել այն հարցին, թե ապահովագրված անձը ինչպես է օգտվելու ապահովագրությունից։ Նախ տարբերակենք երկու առանձին դեպք։ Առաջինը դա հրատապ, անհետաձգելի, շտապ օգնության կարիքն է, որի մասին հետո կխոսեմ։ Հիմա գանք այն դեպքերին, երբ որ մարդը ունի որոշակի գանգատներ։ Ինչպես պետք է նա սկսի իր ուղին առողջապահական համակարգում։ Ֆիքսում ենք մեկ բան, որ առաջին նրա կոնտակտը ամբուլատորիան եւ պոլիկլինիկան են։ Պետք է դիմել ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին։ Առաջին այս этаպից հետո, եթե ընտանեկան բժիշկը, թերապևտը, մանկաբույժը կարիքը եւ ցուցումը տեսավ, արդեն ուղղորդելու է հետագա բուժօգնությանը։ Եթե կարիք լինի անցնելու հավելյալ հետազոտություններ կամ կարիք լինի ուղեգրվելու հիվանդանոցային բուժօգնություն ստանալու, այս օղակը, առաջնային օղակը ուղեգրումների միջոցով արդեն ուղղորդի հաջորդի բժշկական ծառայություններ ստանալու։ Սիրելի քաղաքացիներ, բայց քանի որ մեր նպատակն է, որ առողջապահական համակարգի հետ դուք առնչվեք ոչ միայն այն ժամանակ, երբ գանգատներ ունեք կամ առողջական լուրջ խնդիրներ, դուք ապահովագրության շրջանակում նաև հնարավորություն, այնուհետև նաև պարտավորություն եք ունենալու տարին մեկ անգամ անցնելու պարտադիր հետազոտություն եւ օգտվելու սկրինինգային ծրագրերից։ Այս դեպքում դուք կստանաք հաղորդագրություն, կգրանցվեք պոլիկլինիկայում, ամբուլատորիայում եւ կանցնեք ձեր տարեկան այս անհրաժեշտ կանխարգելիչ բուժ ծառայությունները։